Սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաշմերուկ փոդքասթի հերթական թողարկումն է, ՑՍՏ լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը, վերլուծաբան Հայկ Նահապետյանը։ Մերձավոր Արևելքում պատերազմը արդեն 1 ամիս է շարունակվում է եւ պատերազմի բավականին հետաքրքիր փուլում ենք գտնվում, որտեղ Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի գլխավորությամբ շարունակաբար վերջին օրերին հայտարարում են, որ իբրև թե կան որոշակի բանակցություններ Միացյալ Նահանգների եւ Իրանի Իսլամական Հանրապետության միջև, սակայն Իրանի Իսլամական Հանրապետությունը կտրականապես հերքում է ուղիղ բանակցությունների մասին խոսակցությունները եւ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարում են, որ իրենք չեն դադարեցնելու պայքարը եւ շարունակաբար կռվելու են իրենց երկրի ինքնիշխանության պահպանման համար։ Պարոն Նահապետյան, ըստ ձեզ ներկայումս մենք հիմա ինչպիսի փուլում ենք գտնվում այս կոնֆլիկտի շրջանակներում։ Մենք ասելով նկատի ունենք ողջ տարածաշրջանը։ Քանի որ process-ը ինքը համաշխարհային նշանակություն ունի, եկեք այսպես գնահատենք։ Տրամփը կարծում եմ այսօր որի-որ անգամ հաղթել է Իրանին, երեք էլ իր կառավարության նիստներ եւ կառավարության անդամներին կարծես թե ստիպեց բոլորը համակարծիք լինեն Տրամփին գնահատականին, որ Իրանը պարտվել է, կապիտուլացվել է հերթական անգամ, ուղղակի Իրանը չգիտի դա մասին, պետք է իրազեկել։ Բայց ժպիտ է չէ առաջացնում։ Այս ժպիտի մասին խոսենք մենք դեռ, որ նույն բուծարանից ծանոթ սցենարը, նույն բուծարանից ինչքան մարդիկ են դուրս գալիս, այդ թվում էստեղի, հա 44 օր հաղթում էինք Տրամփիկը, հա, այսին շատ հետաքրքիր է, ես ըստ վերջերս այտենց մի փոքր խորեցի զուգահեռներ, հա, տանելով մարդկային նկարագրի պահով, ուրեմն սեռաշեղվածությունը մեկ, նույնականացում, ես ասեմ դուք ձեր մտքում նույնականացրեք, հա, Տրամփին եւ Տրամփիկին, ուրեմն փառասիրությունը միջև աստղեր հասնող 2 եւ ստախոսությունը 3, ինչքան նման է, չէ, Տրամփը եւ Տրամփիկը, հա, հիմա գանք տեսնենք ինչ է կատարում իրականում Իրանը համաձայն է, որ ռազմական գործողությունները դադարեցնեն, բայց իր պայմաններով, իսկ պայմանների մասին իրենք անթաքույց պարբերաբար կրկնել են, մերթն ավելացնելով այդ պայմանները։ Եվ որոնք հակոտնյա են Միացյալ Նահանգների պահանջներին, այսինքն մենք տեսնում ենք, որ երկու կողմերը բևեռացված պատկերացումներ ունեն հրադադարի կամ պատերազմը դադարեցնելու ասպեկտում։ Այո։ Եվ դրանից ըստ երևույթին հետևում է այն, որ ի հեճուկս Թրամփի խոսքերի, որ բանակցություններ են հեսա կլինի հրադադար, ռազմական գործողությունները շարունակվում են եւ Իրանի Իսլամական Հանրապետությունը էլ ավելի ինտենսիվ կերպով է շարունակաբար ռմբակոծում մերձավոր արևելյան դաշնակիցներին Միացյալ Նահանգների եւ Իսրայելի եւ հենց բուն Իսրայելի տարածքը։ Ես կարծում եմ, որ այս հակոտնյա պահանջները մեկ-մեկը ցույց է տալիս, որ որոշակի պայմանավորվածությունների մասին Տրամփի խոսույթը իրականության չի համապատասխանում։ Չի կարող երկու կողմը բանակցել ինչ-որ թեմայի շուրջ եւ իրենց պահանջները տրամագծորեն հակառակ լինել, չէ՞։ Անբնական բան է։ Որովե կապող օղակ պետք է լինի։ Հա։ Հիմա կա ընդհանրապես։ Կապող օղակը այս պահին ես կարող եմ ասել, այսպես որոշակի մեր մասնագիտական հարթությունից եթե նայենք, մենք նաեւ համախոհներ, ընկերներ ունենք, որոնք տարածաշրջանում հեռու կամ մոտիկ երկրների մասնագետներ են իրոք։ Ասենք օրինակ Պակիստանը հայտ է ներկայացել դառնալ միջնորդ եւ ամենայն հավանականությամբ եթե հանդիպումներ լինեն Պակիստանում կլինեն։ Խոսում էր Իսլամաբադում։ Իսլամաբադը հասկանալի է։ Ուզում եմ ասել, որ Պակիստանը տարվա որոշակի առումով շահագրգիռ է։ Այլ երկրների եւս կարող են լինել, բայց այնքանով որքան օրինակ Օրմուզի նեղուցող թույլատրվող տանկերների շարժի մեջ առանց արգելքի մտման այլ Պակիստանը։ Օրինակ Չինաստան, Ռուսաստան, հա, եւ այլ երկրներ, այդ թվում նաեւ Պակիստանը, այսինքն
Իրանը հայտարարել է, ես միայն թշնամի պետությունների նավերին թույլ չեմ տա այդ նեղուցով շարժվել։ Եվ հետո նշում է, թե որ երկրները կարող են շարժվել, այդ երկրների շարքում է նաև Պակիստանը, այսինքն ակնհայտ է, որ Պակիստանը որպես միջնորդ կողմ կարող է իրապես դերակատար ունենալ, բայց խնդիրը նա է, որ Իրանի պահանջները, որը սկզբունքորեն չի փոփոխվում, կարող է իրավիճակից կախված ինչ-որ 1 կամ 2 կետ ավելանա, բայց ԱՄՆ-ի պահանջները պարբերաբար փոխվում է։ Երեկ էլ հայտարարվել է, որ 10 տանկեր Իրանը պարտավորվել է նավթ տալ Ամերիկային։ Ինչի համար։ Ասենք за что։ Սենց որ հարցնենք կարող ավելի ընկալել լինի։ Այսինքն երեկվա այդ կառավարության անդամների հրավիրել եւ պարտադրել, որ բոլորը վստահաբար երկրորդեն Տրամպին, որ Իրանը պարտվել է, որ կապիտուլացիա, որում Տամբանցուն գիտեք որն է։ Եթե երկիրը կապիտուլացվում է, դրանից հետո չեն խոսում, որ ասենք մեկը հաղթել է։ Հաղթում են, հիմա եթե կապիտուլացվել, գիտեք ինչ է, այսինքն հաղթող կողմի պայմանները ընդունվել է, չէ՞։ Հիմա հարց ԱՄՆ-ը ասում է, ես այս պայմանները էս է, Իրանից գետ մեկ փաստ ապացույց կա, որ Իրան այդ պայմանները ընդունել է։ Չկա, չէ՞։ Ընդհակառակը ասում են ոչ։ Մենք Ավելին, ենք։ այդ ոչն էլ փաթեթավորում են հրթիռներով դեպի Իսրայել եւ ուրեմն Պարսից ծոցի երկրների ամերիկյան բազաները։ Հիմա գիտեք, հաշվի առնելով, որ նաեւ մենք փորձագետներ որոշակի փորձառություն ունենք, ըստ այդմ, որ Միացյալ Նահանգների ներկայիս վարչակազմը 5 րոպե պակաս բարձրաձայնում է ինչ որ փաստաթուղթ ստորագրելու վերաբերյալ խաղաղության, այսպես ասենք, կամ իր կողմից պարտադրանքների ընդունման, ես հասկանում եմ, որ մի ռազմական օպերացիա է պատրաստվում։ Իդեպ առաջին հարվածը այդպես էլ եղել էր Գերագույն հոգևոր առաջնորդի եւ Բարձրաշան զինվորականների հանդիպումից առաջ 5 րոպե պակաս ասում են, որ ձեռք է բերվում համաձայնություն եւ խնդիրը նա էր, որ այդ համաձայնագիրը կամ համաձայնությունը քննարկվել էր Գերագույն հոգևոր առաջնորդի աշխատավայրում, որտեղ հրավիրված էին երկրի, այսպես ասենք, ռազմական էլիտան ղեկավարները եւ հրթիռային հարված։ Ես կարող եմ ենթադրել, որ այս նման կարգի, որ հեսա ինչ որ բան ստորագրվելու է, սա նախորդում է Իրանի կողմից մշակվող գազի, հեղուկ գազի ստացման այն վայրի վրա հարձակումը մի կղզի է, Պարսից ծոցում, որտեղ Միացյալ Նահանգները ասում են, ինչպես Խարկ կղզի այո, Խարկ մասին է, որ ասում է, որ պիտի հարձակում լինի։ Ես ենթադրում եմ, այս ինֆորմացիոն քողած ածկույթ է, որ 5 րոպե պակաս, բայց դե Իրանի ղեկավարությունը երեկվա երեխաները չեն, էլի, ասենք մի անգամ այդ խայծը տվեցին, ոնց որ ասած Իրանը ընդունեց եւ հարված ստացավ, երկրորդ անգամ չէ, բայց գիտեք, ես շատ ԱՄՆ-ի շահերի տեսանկյունից եթե ասեմ, շատ կործանարար կլինի, եթե այդ կղզու վրա հարձակում լինի։ Միգուցե ուրիշ տարբերակ չունի։ Եթե դու հիմա ուրիշ տարբերակ, ես ասեմ հիմա ըստիս ինչ կլինի։ Հարձակվում են, ես չեմ բացառում, որ Իրանը կազմակերպված նահանջ է անում, որպեսզի առավելագույն զինվոր կա շատ այդ կղզու վրա։ Հետո հրթիռակոծում են այնպես, որտեղ այնպես չի, որ իրենք եկան այդ հոբ համակարգերը տեղում տեղադրեցին, որ վերևից հրթիռները որ գա, իրենց վրա ոչինչ չընկնի։ Բարձ եմ ասում։ Այդ չեմ ասում, որ կարող է տոննաներով ականապատեն եւ պայթյուններ լինի։ Այսինքն ես կարծում եմ, որ Իրանը ծուղակ է պատրաստել այդ կղզու հետ կապված եւ խնդիր է դրել, որ առավելագույն շատ զոհեր լինեն։ Օրինակ իրանական աղբյուրները ասում են, որ մոտ 800 ամերիկացի զինծառայող է զոհվել, այնինչ Տրամպը 5-6 հոգու մասին էր, չէ՞, խոսում, 5000-ից ավել վիրավոր կա։ Սա իրանական աղբյուրները։ Բայց պատկերացրեք, ամերիկյան կողմը ասելու է, չէ, ենթադրենք 5000 զինծառայող կարողացան ազատագրել այդ կղզին, մտան ու վերցրեցին, չէ՞, եւ հիմա հսկողություն են սահմանում եւ այլն։ Մեկ էլ պարզվում է, որ այդ 5003-ային այսօր չկան։ Հրթիռակոծության հետևանքով կամ այլ զենքերի օգտագործման հետևանքով զոհվում են։ Տրամպ այդ 5000-ին հո չի ասի, չէ, 5000 չէ, ժողովուրդ, դուք սխալ եք հասկացել, 5 հոգի են գնացել։
Իսկ եթե զոհվել են 5 հոգի են զոհվել, չէ 5000։ Ես կարծում եմ Իրանը խայծ է պատրաստել ԱՄՆ-ի համար, ինչու՞։ Որտեվ տեսականորեն պատկերացեք այդ 5000-ից 2000 զոհ ալնում։ Դու գիտեք վաղը Միացյալ Նահանգներում ինչա կատարվելու։ Վիետնամ 2 ոստաբար Վիետնամ 2 օպերացիան։ Պարոն Ապետյան, քանի որ պատերազմի 1 ամիսը արդեն լրանում է, եկեք նաև մի փոքր փորձենք ամփոփել սկզբի ընթացքը, հետագա փուլերը եւ վերջին մի քանի օրերին տեղի ունեցողը։ Սկզբում, երբ որ տեղ ունեցավ ռազմական գործողությունների մեկնարկը, այդ թիրախային հարվածները եղան եւ այդ ժամանակ խոսք էր գնում, որ 1-2 օրվա ընթացքում հետագայում արդեն քարորյա շրջանակներում այդ հարցը կլուծվի, բայց Այաթոլլահ Ալի Խամենեի նահատակվելուց հետո Իրանի Իսլամական Հանրապետությունը ոչ միայն չմասնատվեց, ոչ միայն ռեժիմի փոփոխություն տեղի չունեցավ, այլ ավելի կուռ դարձավ այդ պետությունը եւ իմ մոտ տեսեք այնպիսի տպավորություն է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս պատերազմից նաեւ որոշակիորեն շահեց։ Միգուցե տարօրինակ բան եմ ասում, բայց տեսեք Իրանի Իսլամական Հանրապետությունը այսօր իմ դիտարկմամբ շատ ավելի հեգեմոն դիրքավորում ունի Մերձավոր Արևելքում, քան փետրվարի 28-ից առաջ էր։ Այո։ Եվ ըստ էության այսօր ինքն է որոշում Հորմուզի կարևորագույն այդ հանգույցով նավթով բեռնված նավ պետք է անցնի, թե ոչ, այսինքն Իրան Իսլամական Հանրապետությունը այս պատերազմից շահեց այն, որ ինքը ունի լծակ ազդելու համաշխարհային քաղաքականության վրա։ Իդեպ ասեմ ձեզ եւս մի նեղուց, որը դեպի Կարմիր ծով է տանում, եթե դա էլ փակվի, իսկ այդտեղ Բաբել Մանդելի նեղուցը։ Իսկ այդտեղ բան այն քարանձավներում հիպերձայնային ագրությամբ քարե մուրճերով հրթիռ ստեղծող Եմենի հուսիտները կարող են անել, օրինակ։ Դուք գիտեք ինչա, 40%-ը համաշխարհային սպառման նավթի այդ նեղուցով է գնում։ Եթե դա էլ փակվի, իսկ դա հաշվեք Հորմուզի նեղուցը ոնց որ հաղորդակից անոթ լինեն։ Եթե նա էլ է փակվում, համաշխարհային տնտեսությունը կոլապսի է ենթարկվում։ Ռուսաստանի առաջնորդը հայտարարեց, որ այս պատերազմի հետևանքով առաջացած ճգնաժամը արդեն իսկ համադրելի է COVID-19-ի հետևանքով, համավարակի հետևանքով առաջացած ճգնաժամի հետ։ Ճիշտ է, այո։ Այս ճգնաժամը դեռևս ընթացքի մեջ է։ Ես դրա համար եմ ասում, եթե երկրորդ նեղուցը փակվի, սա արդեն համաշխարհային տնտեսությունը իսկապես կոլապսի մեջ է հայտնվելու։ Թե ինչ կկատարվի, Աստված գիտի։ Երկրներում հիմա վառելիք չկա, բենզին չկա, խնայողությունների դաշտ են մտել եւ մեծ հաշվով ցանկացած բանական մարդ անկախ իր մասնագիտական կրթվածությունից կամ ոլորտից հասկանում է, որ ամենի մեղավորը Միացյալ Նահանգներն են, չէ՞, Իսրայելի հետ։ Կարծում եմ, երկրորդ կարծիք չկա, չէ՞։ Եթե դրա վերաբերյալ ընդ որում բարձրաձայնել է ԱՄՆ հետախուզական կառույցի ղեկավարը եւ հակահաբեկչական կենտրոնի ղեկավարը, որ Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման եւ կիրառման որևիցե իրողություն չկար։ Իրանն էլ վտանգ չէր ներկայացնում։ Այո, այո։ Իսկ դա նշանակում է, որ Տրամպի վարչակազմը եւ անձամբ Տրամպը հայտնվելու են համաշխարհային հանրության, այն հանրության, որը միշտ փորձի արվում մանիպուլացվել, այո, այդ հանրության ուղղակի թիրախում։ Այսինքն Վիետնամ 2-ը շատ ավելի մեղմ գույներով կարող է Տրամպին թվալ, քան այն ինչ որ կարող է դրանից հետո ստացվել, հա, որտեղ մեծ հաշվով քո քայլերի հետևանքով երկիր մոլորակ կոլապսի մեջ է հայտնվում։ Ես կարծում եմ, որ ժամ առաջ, եթե բանականությունը այնուամենայնիվ հաղթի Տրամպի եւ իր աշխատակազմի մոտ եւ ոչ թե ցանկությունները կամ Մոսադի մոտ եղած կոմպրոմատները, ապա այդ կղզու վրա հարձակում տիչ չլինի։ Վստահաբար եմ ասում, որ պայն կղզու վրա հարձակում եղավ եւ այդտեղ մի քանի հազար ամերիկացի զինծառայողցով այն հետևակի էլիտար ստորաբաժանումներ զոհվեց,
դա Տրամպի ոչ թե վերջի սկիզբն է դառնալու վարչակազմը, այլ Տրամպի վերջի վերջը, ու վերջակետ է դրվում Տրամպին։ Հիմա այս իրողություններն է եւ այս իրողությունների վրա, այս ֆոնի վրա, եթե մենք փորձենք հասկանալ իրականում մեր հարևանները իրենց ոնց են պահում, հա, յուրաքանչյուրը մենք որպես լուր են, որտեվ հակառակ դեպքում ասենք Եվրամիության երկրները, ՆԱՏՕ-ի անդամ երկրները, հա, միանգամից նա շխատը սկրայա, այսպես ասենք, հա, հասկացան, որ այստեղ մտնելու հարևանները լուր են, ինչ, ասենք, Ադրբեջանը ինչ պիտի անի։ դեռ լուր են։ Ես կարծում եմ, որ իրենք եթե հետագայում երկեն, այդ Իրանի ղեկավարության հանձնարարությամբ են երկելու, որտեվ տարածաշրջանում ուժային հարաբերակցությունը փոխվելու է, ակնհայտ է դա միայն չի վերաբերում իդեպ Պարսից ծոցին, այն որ Պարսից ծոցի երկրներում ամերիկյան բազա պետք է չլինի, դա Իրանի ղեկավարությունն առաջին օրվանից է ասել, առանց այն բազաները մեծ մասը ոչնչացված են, հա, այսինքն բոլորն է թիրախավորեն ավել կամ պակաս չափով այդ ենթակառույցները, անգարները, հետախուզական ռադիոէլեկտրական պայքարի միջոցները բոլորը ոչնչացված են։ Կողմերի կորուստները ըստ այս մեկ ամսվա կտրվածքով ինչպիսին են, ինչպիսի համադրելիություն կա։ Իրանում քաղաքացիական անձինք շատ են զոհվել, մի քանի հազար։ Հիմա այդ ընդհանուր այդ մի քանի հազարը դա այն թիվն է, որը շենքերից դիակներ հանել են, բայց շատ շենքեր կա, որտեղ փլուզված է դիակները դեռ չեն կարողանում հանել։ Թեև այդ կորուստները յուրաքանչյուր կորուստ, մեկ մարդի կորուստն իսկ ցավ է, բայց այդ կորուստները ոչինչ չեն որոշելու այս պատերազմի ճակատամարտի ելքի վրա, բացարձակապես ազդեցություն չեն կարող ունենալ։ Այն որ Իրանը արդեն հիպերձայնային արագության փրթիռները դյուրին կերպով օգտագործում է Իսրայելի վրա, Իսրայելի այսպես կոչված երկաթյա գմբեթ համակարգը սկզբունքորեն այլևս չի գործում եւ Հեզբոլլայի հրթիռները, որոնք շատ ավելի իրենց պարամետրով տակտիկական, տեխնիկական բնութագրիչները շատ ավելի թույլ են, քան իրանականը, դյուրին կերպով խոցում են Իսրայելի տարածքը, սա արդեն խոսում է, որ այդ երկաթյա գմբեթը իր նպատակին չի ծառայում։ Սա նշանակում է, որ կամ Իսրայելը համակերպվում է, որ պատերազմ պիտի կանգնի։ Ես կարծում եմ, այստեղ այդքան Տրամպը չի շահառում կամ խոչընդոտը, որ պատերազմը կանգնի, որքան Իսրայելը։ Հասկանում եք, հիմա այնտեղ մի խումբ մարդիկ իրենց համոզել են, որ չէ, սա այն վերջին ժամանակներն է, որ հեսա Իրանի հարցերը լուծում են, փրկիչը գալիս է, մեծ Իսրայելը ստեղծվում է եւ այդպես շարունակ։ Սողոմոնի երրորդ տաճարն էլ, ինչպես ասում են, կառուցում են, փրկիչը գալիս է, այդտեղ նստում է։ Հիմա այդ մարդը իրեն համոզել է եւ այդ համոզողները Իսրայելի վարչապետի վրա լծակ ունեն, Իսրայելի վարչապետն լծակ ունի ԱՄՆ նախագահի վրա, մենք ապրում ենք այն օրը, որ ապրում ենք, այդպես է լինում։ Շատ լավ, եկեք փորձենք նաև հասկանալ, թե այս իրավիճակում, երբ որ պատերազմը արդեն 1 ամիս է տևում է, ինչպիսի զարգացումներ են հնարավոր, դուք նշեցիք, որ Միացյալ Նահանգները փորձ է անում նախապատրաստական աշխատանք տանել կղզին գրավելու համար, բայց նաև Միացյալ Նահանգների ադմինիստրացիայում արևմտյան մամուլի հաղորդագրությունների համաձայն լրջորեն քննարկվում է ցամաքային գործողության հարցը եւ շատերի գնահատմամբ, փորձագիտական շրջանակի գնահատմամբ Թրամփը իրականում հիմա փորձում է մանևրել, իբրև թե բանակցություններ են տեղի ունենում եւ փորձում է ֆոն ստեղծել, բայց հետագայում նաեւ հարված հասցնել։ Եթե դիտարկում ենք կղզու գրավման սցենարը, դուք նշեցիք, որ դա կարող է կործանարար հետևանքներ ունենալ Միացյալ Նահանգների եւ նաեւ Թրամփի վարչակազմի վրա, այսինքն քաղաքական առումով շատ լուրջ հետևանքներ կարող են լինել։ Բայց այսպիսի մի հարց, ըստ ձեզ, արդյոք Դոնալդ Թրամփը չի հաշվարկել այն, որ
միգուցե պարսկական կողմը շատ լուրջ դիմադրության կարժանացնի Միացյալ Նահանգների ցամաքային ներխուժումը կղզի եւ արդյոք Դոնալդ Թրամփը պատրաստված չէ դրան, այսինքն միգուցե կղզին գրավելը դա երկարաժամկետ ցամաքային գործողության շղթայի մի մասն է կազմում, սկիզբն է կազմում, այսինքն։ Բայց ես միշտ ասել եմ, ինչ ասել է ցամաքային գործողությունը։ Ցամաքային գործողությունը առնվազն մի քանի միլիոնանոց բանակ պետք է լինի։ Որտեղ երեք տեղեկություն տարածվեց, որ Իրանում արդեն 1 միլիոնանոց մոբիլիզացիա կա։ Դե ես ասեցի, չէ, ուրեմն 720,000 Իրանի բանակն է, որը էսպանիան զենքի է կոչված։ Այսինքն միշտ է, ոչ թե այս ռազմական գործողությունների արդյունքում 48 ժամում կարող են զենքի կոչել ոչ աշխարհազոր, այլ ծառայած եւ որոնք գիտեն ինչ պետք է անեն, ինչ ասել է պատերազմ 2 միլիոն։ Մեկ ամսում 9 միլիոն։ Լավ է 2 միլիոնը որ հանեցին։ Դրա դեմ 6-7 միլիոն պետք է բանակ լինի։ Այդ չեմ ասում օթուժի քանակը, ենթակառույցները, թիկունքային ապահովումը, այդ որ երկրներն են իրենց տարածքները տալու, որ այդ երկրներից գործողություններ անեն։ Չէ, դա մի օր չի։ Արաբական Միացյալ Էմիրությունների։ Հա, բայց այդ զորքը որտեղից է, դախ այդ զորքը չկա։ Եկեք ասած Եվրոպան ՆԱՏՕ-ն ասես չկա, երեք էլ Տրամպը մատ է թափ տալիս։ Ասում էր ես քիշեմ, երկար քիշեմ, մի տարի քիշեմ, թե ՆԱՏՕ-ն ոնց ինձ գցեց։ Այսինքն զորքը չկա, արգելիս։ Եթե զորքը չկա այդ միլիոնանոց բանակի դեմ, ինչով է կռվելու։ Ոսկ մարտամեկի նման կենացներով չի կռվում հաղթում։ Միջուկային հարվածով։ Դա լրիվ արդեն ուրիշ հարթություն է, հա, միջուկային հարվածը դնում ենք, դա այլ սցենար է։ Խոսքս ցամաքային օպերացիայի մասին է, ցամաքային օպերացիա չի լինելու։ Այն լայնածավալ, որը որ մենք գիտենք։ Որտեղ մի քանի միլիոնանոց զորք։ Ես կարծում եմ Բայց փաստա որ ինչ որ բանի նախապատրաստվում է։ Ես կարծում եմ ԱՄՆ-ի միակ այսպես արերևույթ գործում քայլը գիտեք որն է։ Գլխատել ցանկացած երևացող Իրանի ղեկավարի։ Միակը ուրիշը չունեն, համաձայն եք։ Որտեղ խնդիր են դնում եւ արդյունք ստանում են։ Չէ, դա էլ չի օգնում, բան չունեմ ասելու։ Հետևաբար հիմա ես կարծում եմ, որ որը պետք է լինի։ Ես կարծում եմ, որ հիմա, ասենք, առնվազն արտգործնախարարը եւ օրենսդիր մարմնի ղեկավարը թիրախի ներքո են։ Աբաս Արաքչյանի մասին շատ էր խոսվում, որ թիրախի Եվ ես նոր ինձ այսպես կարելի ասել մեր համախոհներ, մասնագետները նոր ինձ տեղեկություն ուղարկեցին, որ Գալիբաֆի մասին է մյուսը, որը Պահապանների կորպուսում բարձրաշն զինվորական է եղել։ Հիմա է օրենսդիր մարմնի ղեկավար։ Հիմա ԱՄՆ խնդիրը դրես երկուսի սպանությունը։ Ինչու որտեվ երևացողը կշիռ ունեցողը որոշում կայացնողը իրենք են, այս երկուսն են։ Այսինքն Իրան ԱՄՆ ուրիշ բան չունի, բայց այստեղ գիտեք որ ժամանակը իր դեմ աշխատում, նորից եմ ասում, նավթի եւ գազի գների կտրուկ աճը, եթե երկրորդ նեղուցն էլ փակվեց համաշխարհային տնտեսության կոլապս, եթե կղզին վերցրեցին անգամ մի քանի հազար զոհ, սա արդեն Միացյալ Նահանգների դեմ համաշխարհային հանրություն կոչվածը տարբեր հարյուրավոր, ասենք 100-150 պետություն կարող է ԱՄՆ-ի դեմ կանգնեն։ Ենթադրենք կղզին օկուպացրեցին։ Հետագա քայլերը որը պետք է Իրանը այդ կղզին օդ է հանելու։ Եթե չկարողացավ այդ կղզին պահել, այդ զորքը գալու է ամերիկյան լծվի այդ կղզին, հետո այդ կղզին, ինչպես ասում են, մի հատ բարձանա ու իշնի։ Հենց դա մեծ պայթյուն կարող է նշում։ Բնականաբար իրանական կողմը ձեռքերը ծալած չի նստելու։ Եվ եթե կղզու վրա դեսանտ է իջնում, լինում են մարտական գործողություններ, ամերիկյան կողմը գործներ է կրում, դուրս է շպրտվում, արդյոք դա իրենց չի ենթադրում, որ Թրամփը հաջորդիվ էլ ավելի մեծ էսկալացիայի գնացող քայլեր իրականացնի։ Չէ, բան չկա, տակը բան չի մնացել։ Գնաք ու բան վերցնի։ Ասի ես տեղ հաղթել եմ, իրանական քաղաքակրթությունը հնում լավ քաղաքակրթություն էր, բայց այս ժողովրդի քանի որ տերորիստ են, բան չեն հասկանում։ Իրանք չեն հասկանում, որ իրանք պարտվել են, հասկանում եք դուք։ Մենք հաղթել ենք, իրանք պարտվել են, ժողովուրդ, հավատացեք ինձ։ Բայց դա չի ազդի։ Ում վրա։
իր ներքին լսարանի։ Դե հիմա մինչ իր հիմնական խոսքը ստախոսության ներքին լսաններ չէ։ Միանշանակ։ Դե հիմա ներքին լսանի վրա գիտեք ինչն է ազդելու, այդ մի քանի հազար ծովային հետևակի զինծառայողների զոհվելու, վիրավորվելու հանգամանքը։ Այսինքն դա չեն կարող կեղծեն, այդպես թաքցնեն, էլի։ Միանշանակ եւ որպեսի փորձի արդարացնել իր գործողությունները, արդյոք հենց դա եմ նշում, արդյոք նա չպետք է շարունակի էլ ավելի մեծ էսկալացիայով։ Էլ ինչ անի, լավ, էլ ուրիշ մեծ էսկալացիան որն է։ Դե դա արդեն քննարկելու հարց է։ 15-20 հազար ծովային հետևակ տանի զոհաբերի։ Դա արդեն քննարկելու հարց է։ Ես կարծում եմ, այստեղ ինքը ցուկցվանգի մեջ է, ինչ քայլ արեց իր դեմ աշխատելու։ Վստահաբար եմ ասում, ես ուրիշ տարբերակ չեմ գտնում։ Կամ չբացառելով, որ Իսրայելի կողմից միջուկային մարտագլխիկով հրթիռներ հարված են Իրանին։ Այս դա չեմ բացառում։ Ինչպիսի պատասխան կլինի։ Իրանը ունի պատասխան, հարվածում է անապատին գտնվող հայտնի միջուկային ռեակտորին, ոչ հեռավորության վրա ուղիղ թիրախով 1, 2 մեծ քիմիական գործարան կա Իսրայելի տարածքում, 2 էլեկտրակայան եւ միջուկային զենքի պաուսներին։ Այսինքն Իրանը որոշակի առումով վնասվում է, ասենք Թեհրանին են հարվածում, լավ, մի 2 միլիոն մարդ առավելագույն զոհվում է։ Ինչ որ տարածք, ինչ որ ժամանակ անմարդաբնակ, բայց Իսրայել պետություն այլևս չի լինի։ Իր 10 միլիոն բնակչությամբ ու թեման փակվում է։ Եկեք հարցին նաև դիտարկենք, այսինքն չի լինի ոչ Սողոմոնի երրորդ տաճարը, ոչ իրենց փրկիչը, Մաշախը, հա, ոչ մի չի լինի։ Էլ չեմ ասում Իսրայելի տարածքը 3 միաստվածություն դավանող կրոնների սրբավայր է, չէ՞, առանց Երուսաղեմ քաղաքը։ Այդտեղ եւ հուդայիզմը եւ քրիստոնեությունը եւ իսլամը ունեն սրբավայրեր, մեծագույն սրբավայրեր։ Գոնե իսլամի համար երրորդ սրբավայրը Մուհամեդ մարգարեի ծննդավայր Մեքքայից եւ թաղմանվայր Մեդինայից հետո երրորդն է համարվում, այդ Արաքսա մզկիթը։ Այսինքն սա ամեն ինչը հասկանում եք մարդկային քաղաքակրթությունը դրանից հետո լուրջ կորուստ է ունենում։ Այնպես ինչպես ժամանակին խաչակիրները, երբ իբր Տիրոջ Հիսուսի գերեզմանը փրկելու պատրվակով մտան Եգիպտոս, ավերեցին, թալանեցին, վերջում են հայտնի գրադարանը, որը մեծ հաշվով իր ժամանակին հավաքած ամբողջ գիտելիքները մագաղաթներով պահված, ուղղակի այրեցին։ Եվ այդ գիտելիքները մի քանի հազար տարվա ուղղակի ոչնչացվեց։ Հիմա սկզբունքորեն այստեղ ես չեմ բացառում, որ այս ամեն ինչը այստեղ նույն ձևով կրկնվի։ Հասկանում եք, այսինքն եթե մարդը ինքը համոզվել է, որ ճիշտը սա է եւ այդ ճշտից աճ ու ձախ չկա, իսկ ես առավել քան համոզված ասեմ, Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն համոզված է իր ճշմարտության մեջ։ Համոզել են սուրբ գրային իրողությունները, Թալմուդը, Թորան, համոզել են ռաբինները, որ ժամանակն է արդեն փրկչի գալու։ Եվ ինքը դրա համար տանի բոլոր անհրաժեշտ քայլերը, որպեսզի ժամ առաջ փրկիչը գա եւ այդ Սողոմոնի տաճարը կառուցվի եւ Գոգի եւ Մագոգի, ասենք, սա էլ ԱՄՆ-ի բողոքական ճյուղը, այդ պատերազմը, այդել Հովանեսի ուրեմն գրքում է վերջին ժամանակների պատերազմը, որտեղ Հիսուսի երկրորդ գալուստն է, հա, 3.5 տարի ները գալիս է իշխում է, հետո Հիսուսն է, հա, Հիսուսի երկրորդ գալուստն է։ Հիմա անդեղ էլ, ասենք, Տրամպին եւ իր շրջապատին են համոզել, որ սա էլ է ժամանակներն է, որտեղ համադրվում է, էլի, ոնց որ վերջին ժամանակների կռիվներն է։ Հասկանում եք, այսինքն եթե մարդիկ իրենք որոշում կայացնող մարդիկ իրենք այս իրողությունների մեջ են ապրում, իրենք համ իրականությունից, համ բանականությունից կտրված են։ Չգիտեմ։ Հիմա եթե մարդը համոզում է, որ իսկապես էսա, ճիշտ է սա, հիմա գրած է, էսա, եւ ամեն ինչ նախապատրաստել, որպեսզի Հիսուսի երկրորդ գալուստը լինի։ Հիմա այդ մարդն էլ որոշում կայացնելու նման իրավունք ունի։ Դրա դեմը ո՞նց է սառնում։ Տխուր է, չէ՞, եւ ծանր է։ Եվ ամբողջ մարդկությունը, մարդկային քաղաքակրթությունը դառնա գերի սրանց ձեռքին։ Պարոն Ապետյան, եկեք հարցին դիտարկենք նաեւ այլ տեսանկյունից։
լայնածավալ պատերազմ է տեղի ունենում եւ ինչպես նշեցի, դա արդեն իսկ ունի իր վատ հետևանքները տնտեսական ասպեկտում, համաշխարհային տնտեսության վրա։ Քաղաքական առումով ըստ ինչպիսի վերադասավորումներ են լինելու ոչ միայն տարածաշրջանում, այլ առհասարակ աշխարհաքաղաքական մեկ բառով ասեմ, բազմաբևեռ աշխարհ։ 500-600 տարի երկիր մուրակը միաբևեռ կառավարում ուներ։ Վերջին շրջանում այդ միաբևեռ կառավարումը դրսևորում էր վերազգային կորպորացիաների ձևով։ Իրենք պարտվեցին, ԱՄՆ-ում իշխանության բերվեց կամ իշխանության եկան էլիտաներ, որոնք եւս համաշխարհային տիրապետության են ձգտում, միաբևեռ կառավարում, բայց ոչ թե վերազգային կորպորացիաների, գլոբալիստների, այլ Ամերիկա պետության։ Հիմա կռիվ է գնում ԱՄՆ-ի համաշխարհային հեգեմոնի մի կողմից, մյուս կողմից արդեն իսկ ձևավորված քաղաքական եւ տնտեսական առանցքի, եթե այսպես ասեմ, գոնե միավորների տեսքով այդ կարող ենք ասել BRICS-ն եւ Շանհայի տնտեսական համագործակցությունը, բազմաբևեռ աշխարհը, կրող, որը նաեւ գլոբալ հարավի ուղղությամբ է աշխատում, իսկ ավելի առարկայական ռազմականով ասեմ, դա Մինսկ, Մոսկվա, Թեհրան, Պեկին, Փխենյան այդ առանցքն է։ Եվ այս առանցքի մեջ հետաքրքիր ամենաթույլ օղակը Իրանն էր, որտեղ մնացած 4 պետությունները միջուկային տերություն են։ Իրանը ոչ։ Նաև հարված է։ Ես կարծում եմ ԱՄՆ-ի խնդիրը այս առանցքը չեզոքացնելն է, որով ինքը դառնալու է աշխարհում միաբևեռ կառավարիչ, այսինքն համաշխարհային հեգեմոն։ Սա է, եւ ԱՄՆ-ի պարտությունը առաջին հերթին նշանակում է բազմաբևեռ աշխարհի դե ֆակտո կայացում։ Դրանից բխող բոլոր հետևանքներով։ Դա նշանակում է, որ Միացյալ Նահանգները ոչ միայն Պարսից ծոցի երկրներից, ոչ միայն Մերձավոր Արևելքից, այդ թվում նաև մեր տարածաշրջանից կամ կարելի ասել եվրասիական տարածքից ուղղակի ճամպրուկները կապում է։ Հիմա դա մի օրում չի լինելու, բայց վստահաբար գործընթացը գնալու է։ Եվ Եվրամիությունից իդեպ, եվրոպական երկրներից ճամպրուկները կապելու են, գնալու են իրենց արևմտյան կիսագունդը, որից այնտեղ տեր ու տնօրինություն անեն։ Տրամպը այնտեղ դյուրին կերպով պատերազմի, ասենք Կուբայի, Վենեսուելայի դեմ պատերազմ դեռ չի սկսել, հա, պատրաստում է Կոլումբիայի, Մեքսիկայի, Արգենտինայի, Բրազիլիայի եւ այդպես շարունակ։ Այսինքն եվրասիական տարածքը ամենիկա զերծվում է կամ արևմտյան բացարձակ գերիշխանությունը վերջին 500-600 տարում վերջին արդյունքում process-ի արդյունքում զրոյանալու է։ Այդ process-ը կարող է 5-10 տարի տևի վերջին արդյունքում, հա, բայց շատ բնական է, որ այդ process-ի արդյունքում նաև բոլոր այն երկրներում, որտեղ ամերիկյան դերացումներ են, շատ արագ իշխանափոխություն են լինում։ Եվ դա ընդ որում վերաբերում է նաև եվրոպական երկրներին, այդ թվում եւ Գերմանիային, եւ Ֆրանսիային, եւ Բրիտանիային, հետաքրքիր այդպիսի բաներ։ Ես կարծում եմ այդ գործընթացն է։ Այսինքն ԱՄՆ-ի պարտությունը դա բազմաբևեռ աշխարհի դե ֆակտո 100%-անոց կայացումն է։ Իրանի հաղթանակը նաև ռեգիոնալ կոնտեքստում կարծում եմ կբերի փոփոխությունների, մասնավորապես Հայաստանի մասին, եթե խոսենք, ապա վստահաբար այս արևմտյան տիրույթի ներքո գտնվող վարչակարգի կյանքը շատ ավելի կդժվարանա։ Դուք այնքան մեղմ եք ասում կդժվարանա։ Այնքան մեղմ եք ասում։ Մեր փոքր Բա որ Իրանը հիշեց, որ իր սուկ հայտարարելու ժամանակ այստեղ ղեկավարությունը թռչկոտում էր ուրախությունից։ Ինքը հաստատ չի մոռացել։ Ուղղակի, չգիտեմ, ինքը հիշաչար չի, բայց վստահաբար տենց հիշողության կորստով ինքը չի տառապում։ Դա բանա, գիտեք, ասենք վիրավորանքը Աստծուն հավատացող մարդու համար շատ դժվար է։ Մարդը, որը նյութով չի չափում, արևմուտքը ամեն ինչ նյութով է, չէ՞ չափում։ Ասում են դու ինձ վիրավորել ես, լավ, ենթադրենք, այսքան փոխտու վիրավորանքը կմոռանամ։ Չէ՞ լուրջ եմ ասում։ Արևելքում տենց չի։ Իսկ արևելքում ասում դու ինձ վիրավորել ես, պատասխան ես տալու։ Ես ինչու եմ ասում, որ Իրանը արձագանքելու է այդ վիրավորանքին։ Եվ դա Հայաստանի Հանրապետություն հայ ժողովուրդը չի լինելու, դա Փաշտյան Նիկոլի վարչակազմն էր եւ անձամբ ինքը։ Եվ մեր փոքրիկ Թրամփիկը այս օրերին
Չէ՞ որ արդեն Տրամպի կա, արդեն փոքրիկ է։ Եկեք Տրամպի ասենք։ Շարունակում է ատելության այդ գեներացումը արցախցիների նկատմամբ, Արցախի հարցի նկատմամբ եւ նաեւ երեք բավական հետաքրքիր մի հայտարարություն իրականացրեց, որը որ կարծում եմ ունի որոշակի շերտեր, ասելով որ պետք է դադարենք խոսել ցեղասպանությունների մասին, ցեղասպանությունների խոսույթը պետք է դադարենք օգտագործել։ Օրակարգից պետք է հանել, ես պատմական արդարության պայքար, ես ուզում եմ որ դա անպայման ճիշտ ձևակերպում տրվի եւ ես շատ եմ կարեւորում այն ինչի մասին դուք ուրեմն բարձրաձայնեցիք, ես այստեղ նույնիսկ որպեսզի ավելի առարկայական լինի, այստեղ նույնիսկ բացել էի ցեղասպանությունների մասին խոսույթով մենք ստանում ենք ցեղասպանությունների մասին խոսույթ, վերադարձի մասին խոսելով մենք սա Փաշինյանն է ասում, էլի մենք ստանում ենք վերադարձի մասին խոսույթ եւ այդ ամեն ինչը մեկ բանի մասն է Հայաստանի ժողովրդին ներառյալ Ղարաբաղի ժողովրդին թույլ չտալ որ խաղաղվեն նրանց պահել պանդուխտի եւ գաղթականի կարգավիճակով։ Հիմա սա Փաշինյանն է ասում, իսկ ինչ վերաբերվում է այդ ցեղասպանությունների, ասում է այդ մրցավազքը պետք է դադարեցնել ցեղասպանությունի, բայց չգիտես ինչու օրինակ Ադրբեջանը Խոջալովի ցեղասպանության հուշահամալիրում մեծ միջոցառումներ անում, եվրոպական միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներին ա բերում։ Ալիևն է խոսում է հայերին պատասխանատվության ենթարկելու մասին, ցեղասպանություն իրականացնելու մարդ չեն, ֆաշիստ են։ Այո, այո։ Եվ այլն, եւ այլն, եւ այլն։ Այսինքն եկեք արձանագրենք, հա, Փաշինյանը կատարում է պատվեր։ Այդ Փաշինյանը ցեղասպանությունների մասին, ցեղասպանությունը որպես ասենք թոկա հա մեր վրայից, որ օտարներն են, այլ ուժային կենտրոններն են օգտագործում եւ այլն։ Այսինքն ինքը նոր է դրա մասին իմացի։ Երբևիցե, իդեպ ասեմ, Ռուսաստանին Հայաստանից դուրս դնելու, ռազմական բազան հանելու, սահմանապահներին հանելու, Ռուսաստանի տնտեսական ներկայություն Հայաստանում զրոյացնելու եւ այլն, սրա մասին Փաշինյանը 2000-ականների սկզբներից խոսել է։ Այսինքն սա նորույթ չէ։ Ընդունում ենք, չէ՞։ Սա այսպես հայկական ժամանակում ունի խմբագրականներ, հեղինակային հոդվածներ, որ ասում են, չէ, թաքցնում մարդը։ Այսինքն անկեղծ այդ մարդու ընկալումները դա է։ Էական չի դա ճիշտ է թե սխալ է, բայց ինքը այդպես էր մտածում եւ ասում էր։ Եվ քաջություններ, որ գրում էր։ Հիմա հարց։ Բայց ցեղասպանության մասին Սամարության մեջ անկախության հռչակագիրը հանելու մասին, բայց խի ձեն չէր հանում։ Իսկ երբևիցե դրա մասին չի խոսել, չի գրել, չի արծարծել, թեմա չի քննարկման եղել, ինչու։ Որտեվ դա իր ընկալումը չի։ Հիմա ինչ որ ինքը դա խոսում է, դա պարտադրված է խոսում։ Բարձր եմ ասում։ Որտեվ նույն Արցախի վերաբերյալ եւ 2016-ին տեսագրությունները կան, ձայնագրությունները եւ 18-ին, 19-ին, 20-ին Արցախի վերաբերյալ գնա գալիս եմ իր կարկառուն ներկայացուցիչները գնում են այնտեղ նկարվում են Աղդամում, հա, իրենց որը իրենց հայնիկը չի։ Մինչև 20 թիվը Տիգրան Մեծից Տիգրան Մեծ էր։ Այո։ Այսինքն պայմանագիր եւ այլն։ Այսինքն այն ինչ որ հիմա իրենք անում են, սա պարտադրված է։ Իրենց ընկալումը այլ է։ Փաշինյանը ասում է սխալ հայնասիրություն, ես սխալ հայնասիրություն եմ ունեցել, սխալվել եմ, դրա համար եմ ասել։ Դե չի կարող ասել չեմ ասել, որովհետեւ հարյուրավոր տեսագրություններ, ձայնագրություններ չկան։ Եվ այստեղից հետևություն հիմա ինքը այն ինչ որ ասում է կոնկրետ վերաբերվող ցեղասպանության եւ անկախության հռչակագրին ինքը պարտադրված է, իսկ այդ պարտադրանքը գալիս է երկու տեղից՝ Ադրբեջան եւ Թուրքիա, ոչ ավել ու ոչ պակաս։ Մնացածը Ռուսաստան դեմ իր կեսվածքը դա միշտ էլ ասել է, մենք գիտենք։ Ինքը չել կեղծում։ Այլ ճիշտ կեղծում էր մինչեւ Ռուսաստանը այդ սիլիբիլի էր անում, իսկ հիմա չի, ասենք բաց է ասում։ Բայց հիմա էլ ասում է, ես պետքա խնդրեմ Պուտինին հանդիպման կամ զանգելու համար։ Այն Բուջոնովկեքի մասին ոնց որ դուք էլ եք, չէ՞, ասում, որ դնի գնա Իջևան դիմավորի 11-րդ Կարմիր ազատարար բանակին։ Մեր վերջին հաղորդման ժամանակ այդպիսի ոնց որ գնահատական եղավ։ Ինքը հասկանում է եւ խորհրդականներ այնուամենայնիվ մասնագետներ կան, որոնք հուշում են եւ տեղեկանքների տեսքով տալիս են, որ Իրանը եթե այս պատերազմում գործնականում հաղթեց, Միացյալ Նահանգները դուրս է գալու։
Թրիփն էլ մոռանում ենք։ Թրիփի մասին թեման փակված է, չկա դա, արդեն աղբանոց ջուրն էլ կա, ճիշտ արտաքնից ջուրն էլ արդեն վաղուց քաշած է։ Չկա այդ թեման։ 99 տարով էլ Հայաստանը ինքնիշխան չի կարող լինել, չէ՞, իր Փաշինյանի ինքնիշխանության միակ չափորոշ չէ այդ Տրամպի ուղի կոչված լինելություններ, չէ՞, որը չկա։ Հիմա ես ուրիշ բան եմ ասում, եթե դա է, ուրեմն հիմա Նիկոլը, որը իրավիճակին ամենահարմարվող, այն քամելեոնը բան ունի, չէ, իրավիճակային գույնը փոխելու հատկություն ունի, չէ։ Հիմա սա արագ այն Հարսանիկ Մալինովկայի, հիշում եք ֆիլմը, որտեղ ասում է սպիտակները եկան, հիմա սպիտակների գլխարկն ենք դնում ֆուրաշկեն, կարմիրները եկան, դնում ենք Բուջոնովկեն։ Հիմա սա հասկանում է, որ եթե Միացյալ Նահանգները գնացին, ուրեմն ինքը պետք է դնի Բուջոնովկա։ Այսինքն գնա ռուսների հետ, ասի, հա, ես ընդհանրապես ձեր կողմից եմ, մի քիչ իրավիճակի համարժեք խաղեր էի տալիս, բայց ես միշտ ձերն եմ եղել։ Նույնը Իրանի հետ, բայց դե կարծում դա չի լանցնելու, էլի։ Այդ գնացքը գնացել է։ Հենց դրա մասին կցանկանայի խոսալ, դա արդյոք այդ կեղծարարությունը ընդունելի կլինի ռուսական կողմի համար, որոնք ըստ երևույթին միշտ գերադասում են աշխատել օրվա իշխանությունների հետ եւ հեռու են այսպես ասած ընդդիմության հետ քաղաքական տեխնոլոգիաներից եւ թեկուս սեփական ընդդիմություն ստեղծել, այդ ընդդիմության հետ աշխատել, ընդդիմությունը կառավարելի գործիք դարձնել, դա արևմտյան, հա, գործել է։ Հենց դա եմ ասում, Ռուսաստանը դրա մեջ չկա։ Ընդ որում Իրանն էլ չկա դրա մեջ։ Իրանը եւս իշխանությունների հետ աշխատում։ Եվ դա ռուսների խնդիրն է։ Հիմա եկեք այսպես նայենք այդ երկրի քաղաքական մշակույթը ունի որոշակի դոգմաներ, այդ դոգմաների մեջ նաև այդ մոտեցումն է, չեն փոխում մարդիկ։ Հիմա վատա լավա սա է։ Եվ Փաշինյանը ինչ խնդիր է լուծում։ Ինքը ամեն ինչ անելու է Եվրոպայի օգնությամբ, ԱՄՆ-ի օգնությամբ, որ վերարտադրվի այստեղ կեղծիքներով։ Բարձր եմ ասում, որ պահին արդեն գնահատեց, որ ամերիկան ճամպրուկները կապում է, ինքը որպես օրվա իշխանություն գնա եւ սկսի բանակցել Ռուսաստանի ու Իրանի հետ, որ ասի իշխանությունը Правильно, теперь я Наташа, շատ ճիշտ է, շատ ճիշտ դիպուկ ձևակերպ ընտրեցիք, ասեց, հա, теперь я Наташа։ Ես եմ իշխանությունը, ես էլ ձեր Նատաշան եմ, այսպես ասենք։ Հիմա ոնց ասեք։ Ու վերջ։ Մենք ժպտում ենք, բայց այդ մարդը այդպեսին է։ Այդ առումով ինքը Հայաստանում անփոխարինել է, որից մեր երկրի երեք նախագահներ, ասենք, նման գունափոխության արվեստին քաղաքական իմաստով չեն տիրապետել։ Նիկոլ Փաշինյանը խոսում է նրա մասին, որ եթե չվերարտադրվի, ապա առնվազն սեպտեմբերին լինելու է աղետաբեր պատերազմ եւ դա ըստեյության շանտաժ է։ Սովորական ընտրողի նկատմամբ, որ եթե ինձ ձայն չտաս, թուրքը կգա քեզ կմորթի։ Շատ ճիշտ է, շանտաժ է, ոչ ավել, ոչ պակաս։ Ոչ մի 6 ամսից պատերազմ չլինի։ Ադրբեջանի նախագահը 6 օրից չգիտի ստեղ ինչա կատա։ Տրամպը չգիտի 6 օրից ինչ անելու։ Ռուսաստան նախագահն էլ ասում է, այս իրավիճակը հիմա որ գնում անկանխատեսելիություն կա իր մեջ շատ մեծ։ Այսինքն չես կարող են գնահատել, որ ենթադրենք այս կամ այն ուժը կարող է հաղթել, այս կամ այն ուժը կարող է պարտվել։ Շնորհակալ եմ։ Սա կարող են գնահատել, բայց գնահատելը մի բան է, կանխատեսելիությունը շատ դժվար է, որտեղ ԱՄՆ-ում որոշումներ են կայացում ոչ տրամաբանության եւ ոչ արկա իրողությունների վրա։ Առայլից որ արկա իրողությունները հրապարակավ կեղծում են։ Եվ ելնելով այս իրողությունից ես նորից եմ ասում, Փաշինյանը մի խնդիր ունի վերարտադրվել, հետո գնալ պարապել Ծիպերիա Նատաշա եւ Ռուսաստանում եւ Իրանում չգիտեմ ինչ պետք է ասի, եւ իր հետ աշխատեն, իսկ ինչ վերաբերում է մեր հարևան Ադրբեջանին, կարծում եմ ինքը եւս շատ արագ այդ Նատաշայի բանը կրկօրինակ հագուստից Նիկոլից ուզելու է արագի մեջ, ինքն էլ գնա վստահաբար Իրանի եւ Ռուսաստանի երկրների ղեկավարների հետ պարապի հետ, հետո իրենց երկրներում չգիտես ինչու կարող է մեկ էլ հակաամերիկյան կամ հակաեվրոպական շարժումներ սկսեն, չգիտես ոնց, հա, ասենք մեր մոտ քաղաքացիական հենքի վրա, իսկ Ադրբեջանում կարող է կրոնականով, հա, սկսեն այդ հակաարևմտյան կամ հակաամերիկյան շարժումները,
Եվ այդպես այսքան մենք հիմա մի իրավիճակում ենք, որտեղ սկզբունքորեն տարածաշրջանում գործընթացների վրա մենք էականորեն ազդեցություն չենք կարող ունենալ։ Այդ process-ի կառավարիչը մենք չենք, հա, process-ի կառավարման թելերը անգամ գոնե 1-2 թել Հայաստանով չի անցնում, էլի։ Իսկ Թուրքիան օրինակ ինքը ակնհայտ է, որ հասկանում է ուժերի հարաբերակցությունը, իսկ Թուրքիայի դիվանագիտությունը հիմնականում միշտ երկու լարի վրա խաղալն է, բայց դյուրին կերպով այդ պահին ճիշտ կողմնորոշվելով ուժեղ կողմը, այսինքն ուժեղ կողմի հետ միշտ էլ կարելի է, հա, մի քիչ ավելի լրացուցիչ ջան գործադրել դաշնակցելու։ Թուրքիան սա է։ Եվ այդ որ պատերազմ կլինի, որ 6 ամսից, որ սեպտեմբերին եւ այլն, դա ասում հիմարությունների դաշտից։ Այն էլ այն պարագայում, որ Ադրբեջանը այս տաղավարից ես հիշում եմ 2 անգամ, մի անգամ արտահերթի ժամանակ, երբ հիշում եք Նախիջևանի ինչ որ մի օդանավականի ինչ որ մի ծայրամասում մի անօթաչու էր ընկել։ Դրոնների գրոհի օրներ։ Բանը Ադրբեջանի նախագահ Ալիևը 3 օր մատ էր թափ տալիս, չէ, Իրանի վրա։ Հետո համ մատը ջարդեցին, կոտրեցին եւ ականջները ձգեցին։ Եվ անողը սա Իրանի գլխավոր շտաբի հայտարարությունը չէր, առաջնորդին Էրդողանն էր կարծում եմ։ Այսինքն հիմա ուժերի հարաբերակցությունը որ փոխվում է, յուրաքանչյուրը պարտավոր է հաշվի նստել այդ հարաբերակցության հետ, չէ։ Հաշվի նստելով նաև Նիկոլ, ուղղակի Նիկոլը ամենաարագն է այդ կարողանում անել, հասկանում եք դուք։ Մամուլում տեղեկություններ կան, որ Երևանում որոշակի հավաքներ են եղել, անվտանգային նկատի ունեք։ Այո, խնդրեի ձեզ որպես ոլորտի մասնագետ ավելի մանրամասն ներկայացնել, նաև վերջում արդեն այս մասին խոսենք, ինչ են իրենց ենթադրում եւ ինչ է առասարակ անվտանգային ասպեկտում կատարվում հիմա մեր հետ։ Իմի 2 շաբաթ առաջ Հայաստանից պատվիրակություններ գնացել Մոսկվա, հիմնականում հակահաբեկչական կառույցներ ներկայացնող անձինք, այնտեղ հանդիպել են իրենց գոլեգաների հետ, հետո ԱՊ երկրների կենտրոն կա հակահաբեկչական այնտեղի մասնագետների հետ, այստեղից գնացել են Բարձրաշյան ԱԾ պաշտոնատար անձինք, նաև ասում են պետը, պետի տեղակալը, հա, կառույցի, եւ 3 ըստ մամուլում տարբեր հրապարակումների, իհարկե դա ոչ հայկական մամուլում դրա մասին չկա, բայց կարծում եմ շուտով կլինի, եղել է 26-ին, այսինքն մարտի 26-ին Երևանում ԱՊՀ երկրների հակահաբեկչական կառույցների ներկայացուցիչների Շանհայի տնտեսական համագործակցություն եւս առանցին ունի հակահաբեկչական կառույց, այդ վերջին հաշվով Շանհայի տնտեսական համագործակցությունը ինքը ռազմաքաղաքական կառույց է դառնալու։ Այսինքն իրական բազմաբևեռ աշխարհի իրական կրող կառույցը լինելու է իմ կարծիքով, դա ոչ BRICS-ը, Շանհայի տնտեսական համագործակցության անդամ երկրներ լինելու եւ գնահատելով այդ իրողությունը 3 Երևանում հավաք ա եղել եւ գիտեք հետաքրքիրը որն է, որ այդ հավաքին ըստ տարբեր աղբյուրների ներկա են եղել Թուրքիայի եւ Ադրբեջանի համապատասխան այդ կառույցների ներկայացուցիչները։ Այսինքն երկու պետություն, որը 44 օրյա ժամանակ ապահովեց Սիրիայից Թուրքիայով դեպի Ադրբեջան 10,000-ից ավել ահաբեկիչների հայ-ադրբեջանական շփման գծի եւ Արցախի ադրբեջանի շփման գծի երկայնքով այդ ահաբեկիչներին մարտական դիրքերում պահել եւ ռազմական գործողությունների մասնակցել։ Այսինքն երկու երկիր, որոնք այդ ահաբեկչական խմբավորների հետ են աշխատել, հիմա բարձում է մասնակցում են մի հավաքի, որտեղ պետությունների ներկայացուցիչներ են, այսինքն պետությունների այն կառույցների ներկայացուցիչներ, այդ թվում նաև Հայաստանի Հանրապետության, որոնք պայքարում են, հա, միջազգային ահաբեկչության դեմ, այսպես ասենք, հա, սա ինքնին տարօրինակ է, բայց մեր հաղորդման վերջում ես անպայման ուզում եմ նաև ասել մի միտք, որ իմ լավ ընկերն է, այդպես փոխանցել, չասեմ ով է ինչ է, բայց իմ ամենամտերիմ համակիր գաղափարակից ընկերներից մեկը ցեղասպանության հետ կապված այն որ Փաշինյանը ասել է, ես ուղղակի այդ թեմայի հետ կապված այդ պահին մոռացա, բայց ուզում եմ որ լրացնեմ։ Ցեղասպանության թեման մեր
մեջից հանելը դա 1 կամ 2 սերունդ է պետք, այսինքն մոռացության տալը, հա, հիշողության վրա ազդելը, բայց այդ իմ ընկերը լավ անունը ասեմ, Գևորգ, բայց այլ ստատուսները չասեմ, ասենք շատ ճիշտ դիտարկում արեց, ասեց այս տարի ապրիլին նրանք ովքեր որ գնում են հուշահամալիր հարգելու հարգանքի տուրք մատուցելու ցեղասպանության զոհերի հիշատակին ուխտ անեն, եթե երիտասարդներ են զավակ ունենան, եթե տղա անունը դնեն Արարատ, եթե աղջիկ անունը դնեն Անի, եթե պապիկներ են գնում ուխտ անեն, որ իրանց հարցները անպայման պիտի զավակ ունենան եւ սկզբունքորեն դա մեջ վական մեծ խորհուրդ եւ իմաստ կա, այսինքն մահվանը հաղթում ես կյանքով, փորձել են սպանել բնաջնջել, դու պիտի քանակը ավելացնես, կյանքով տաս, հա, եւ կարծում եմ ես համակարծիք եմ, որ մեր երիտասարդ ընտանիքները թող ուխտ անեն եւ դա կլինի մեր ժողովրդի պատասխանը Թուրքիայի կողմից Հայաստանին պարտադրվող ցեղասպանության մոռացման քաղաքականությանը ամենաառարկայական գործնական քայլը դա կլինի շատ ծնունդները եւ անուններն էլ տրամաբանորեն ասեց դիդրվի Արարատ, որտեւ այդ Արարատ բառը եւ այդ խորհրդանիշն են փորձում հանել եւ անի որպես մեր մայրաքաղաքներից մեկը Լիովին համաձայն եմ ձեզ հետ, պարոն Ապետյան, որովհետև իրավի մենք հիմա ճակատագրական փուլում ենք գտնվում եւ այս փորձությունը հաղթահարելու համար պետք է յուրաքանչյուր ուղղությամբ տանել աշխատանք, որովհետև մեր թշնամին մեզ ջարդելու համար յուրաքանչյուր ուղղությամբ է գրոհում մեր վրա։ Դա կլինի տնտեսական, քաղաքական, ռազմական, ինքնություն, պատմաքաղաքական հիշողություն եւ մենք ինքներս ամենքս մեր ոլորտում մի քանի ճակատներում սկսած մասնագիտական առումով, սկսած ընտանիքից, երեխաներից պետք է կարողանանք համարժեք պատասխան տալ։ Սիրելի ընկերներ, Anti-Fake-ի եթերում Խաշմերուկ podcast-ի հերթական թողարկումներ Ձեզ հետ էին լրագրող պատմաբան Դավիթ Ֆիդանյանը եւ վերլուծաբան Հայկ Նահապետյանը, մնացեք Anti-Fake-ի եթերում, կհանդիպենք հաջորդ շաբաթ։